Այլից ժողովուրդ ջան։ Զորավոր լավ է։ Մեր մոտ նրանց մառոզա։ Ես գնամ տանեմ ժշկի։ Մեր մոտ առավոտ ինչպես տեսնում եք իմ դեմքը։ Ես առողջորոց չեմ, որտեղ ծեվի։ Մարդ չեմ առավոտվա։ Իրանք լաբորատորիա ուկանք չէ։ Տակ չեմ հագնելի։ Սիհելիքա։ Այսօրվա իմ լուկը սա է, բայց իմ կաները յուբկեն, չգիտեմ որ կողմը հագնում, և այս կողմի վրա հագնում, այս կողմի վրա ավելի սիրում, հայուսս, այս կողմի վրա ավելի սիրում, շարֆ չեմ վերցնում, որտև սա արդեն շարֆը, գլխարկսել մեքենայի մեջ է, գնացինք սիրելներս։ Մամա, գնացինք ժողովուրդ ջան։ Այս էլ ծերանուի դրշկան Սամսալվա առավոտվա մարդ չի, վառարանը վառվում է։ Ամ ջան, բերետդ բարև ձեզ ժողովուրդ ջան, ինչպես եք, մեր մոտ առավոտ է և մենք գործով եկել էինք քաղաք, Սաթիկ տատիկի կողքը նստած, Սաթիկ մայրիկի գեղեցիկ բերետով, ես մի հատ բերետ էի նայում, մամ ջան, դու գիտես որ բերետները բոլորը բանը ռազմեր չունի ասենք էլ շատ քիչ է։ Անայդ ես որ չեմ արել։ Որտեղից։ Լուղդից։ Չէ, լուղդը են կարիշտին եմ արել։ Ուրեմն բանը խանութի անունը չէ, հոլանդական խանութի անունը։ Զեման։ Ժեմանից եմ արել։ Զեման։ Մի հատ չմտնենք Զեման մամ։ Այստեղ Ժեման կա։ Բավո, անտիժ Զեմանա։ Բացել։ Անայդ, մտնենք, հա։ Մտնենք, որովհետև երեխեք ես բերետ եմ ման գալիս, ես ունեմ մի հատ սև, իմ գլուխը մեծ է։ Եսի կակրոզ ինձ դաժե ամենամեծ ռազմերն է։ Բայց 54 58 է պետք։ Ինձ 60 է պետք, Ղազանի չափ։ Ասեմ ես 58 է, քանս է։ Ինձ են 10 լիստրանոց Ղազանի չափ։ Հեկա քեզ վարկաբետից։ Մամ գլուխս մեծ է, մազերս շատ է, երեխեք մազերս ինքը գլուխդ կարող է այսքան փոքրալի այդ մարմնի թանմատ, պիտի համաչափ լինի։ Լասա որ ծովել էի, գլուխս ինքան մեծ էր, Գլուխ, Ռուզանը պատմել է մի օր քյաչալ, մաման ասում էին, որ են օժիտի գլխարկներ էին արել, ասում այստեղից էր ասել, ակաշները չէր փակում։ Բայց քանի կիլոգրամ ծնվեց ձեր աղջիկը, Գերոյ Սովետского Союза։ 5 կիլո երեխեք, միայն Սատիկը կարող էր 5 կիլոնոց երեխաներ ունենալ։ Գերայինը Սովետского Союза։ Այն օրը մեր ֆերմերը որ կա է, որ ասում էր հարևանը, աղջիկը հարսը երեխա է ունեցել, համարյա 4 կիլո, 3 կիլո 900 գրամ, բայց որ ասեմ այտենց բոյով փարթամ աղջիկ չի բջուր էլի։ Այն ինչ սենսացիա էր ամբողջ բանը, ահա ինչա իրանց գյուղը, բայց այտենց գոյ այնքան էլ լավ երեխա էր, թմբլիկ, աղջիկ երեխա էր, թմբլիկ։ Բա գոջի։ Ստեղ չէ Ջեման։ Հա, մտնեք, Զեման, մամ, Զ։ Ժիֆի ենի Զեման։ Հա, Զեման կա, ես ստեղս նայ անտի։ Ես կնիկ տեսիշ նիհարեր։ Ոտները բարակ, վազում է արակ, մի հատ կին նիհար։ Ոնց են անում այդպես նիհար են մնում։ Իրանց տիպսն է։ Իրանց տիպսն է տենց, այ մարդ я очень рада как я։ Ես շատ ուրախ եմ ոնց ես կամ։ Մամ մի հատ բառ են ասում լեննականցիկ, որ ասում է չեմ մինչև նիհարի։ Հա, մինչև ասում է չաղանի, ուր ես գնում։ Ասա։ Մինչև չաղանի նիհարի հոգին դուրս կգա։ Դուրս կգա։ Վայ նոր երեխեք ջեմիկին եմ նայել, այնքան եմ ծիծաղել մի հատ բառ ասես մեր լեննականցիների, որ այդ բառը ասեմ մամ լեննականցիկ այնքան շատ բան է, լեննականցի է։ Ինչ այդելի իսկական լեննականցի։ Իսկական լեննականցի, դա մենակ լեննականցին կարող ես բառը ասել ջուջուպուլուս։ Բա ջուջուպուլուսից բացի որ ֆուտբոլ են նայում, բալետ անում եկել Իշտոյանս սպես պիտի լիներ, դե Իշտոյանն էլ աչել լեննական։ Իշտոյանս սպես որ գարբան ասեցի, վայ ասեցի։ Ստեղ իրավունք ունենք, իհարկե իրավունք ունենք, ուղիղ մտնեմ Զեման մամ խանութ։ Ստի Ժեման։ Ավտոյով մտնեմ, դու մենակ են ասա։ Ռադի գիտի։ Դու մենակ հրամայի։ Կմտնես քեզ խաղ։ Դու հրամայի, մենակ հրամայի։ Հրամանդ բարի սիրելի Սաթիկ ջան։ Ես կողքն էլ կենթանիների խանութ, դու մեզ հեչ պետք չէ էլի։ Գնացինք լավ, ես կուրտկա չեմ հագնում, որովհետև հենց քիփ դեմն եմ կանգնել։ Իմ ցակեր, իմ բալիկներ, իմ երեխեք, խնդրում եմ, երեխեքի նկատմամբ եղեք շատ ուշադիր։ Գիտեք ինչ երեխեն, ծնողի կորցրած կյանքի կորցրած օրագիրն է։
Իրանք օրագիրն է ձեր կյանքի։ Պատկերացրա ես 5 տարեկանից հիշում եմ, 5-4 տարեկանից, մինչև էլ պատերազմը սկսվելը։ Ես հիշում եմ իմ պապային, իմ մամային, առօրյան խաղը, դրանից հետո պատերազմը, դրանից հետո այն սովը, դրանից հետո ամեն ինչը հիշում եմ, դա իմ մամայի վերաբերմունքը, իմ պապայի եւ այլը, դրանք իրանց կորցրած օրագիրն է, որ ես պահպանում եմ մինչև հիմա եւ սիրով եմ հիշում, երբեմն ոստանում եմ դրանց վատ, ասենք թե կողմնակի մարդկանց վատ վերաբերմունքի համար բան եւ այլ եւ այլ եւ այլ։ Եվ այդ ուղեղի մեջ հենց այդ մեր օրագիրն է, որ ուղեղի մեջ 80 տարվա բաները 85 տարվա դաժե բաներ կա, որ ես հիշում եմ 80-70 տարվա, որ ինչ ձևով վերաբերվել մի նկատմամբ եւ այլ բաներ։ Դրա համար թողեք լավ հետքեր, թողեք գեղեցիկ օրեր, թողեք գեղեցկությունը թողեք, շնորհիվ տվեք ձեր երեխաներին, ձեր ամուսնուն միշտ բարձր գնահատեք։ Ես ամուսնացա 20 տարեկան էի, չէ՞, հենց երեխա էի, ավելի փակ, ավելի ընտանեկան եւ այլը։ Հետո այդ ամուսինս այնքան շատ էր սիրում իր մորը, իր ծնողներին, իր քուրերին, աղբորը։ Ես ինձ հպարտանում էի, ու իմ մեջ գիտես ինչ էի մտածված, եթե ինքը այդքան շատ սեր ունի, որ սիրում է իր ծնողին, ուրեմն կնոջն է կսիրի, երեխաներին է կսիրի, եւ ես չսխալվեցի։ Եվ դրա հետ մեկտեղ ես որպես իրան սիրաշահեի, իրան ավելի բարձր գնահատեի։ Ես ամբողջ նվիրվեցի իր ընտանիքին։ Քուրերին գյուղում էին ապրում, բերեցի, աղբորը բերեցի Երևան, մի փոքր 20 քառակուսյանոց սենյակի մեջ այդ դրանց տեղավորում է, ես այն նոր ամուսնացած։ Հոգիդ էր մեծ։ Եվ ամբողջ նվիրվել եմ իրանց հանուն սիրո, ասեմ Անահիտ, ես իմ ամուսնուն այնքան շատ եմ սիրել, իհարկե փոխադարձ է եղել սերը, որ ես ծառայել եմ որպես փոխադարձ հարգանք։ Եվ ես ուզում եմ, որ դուք էլ կարողանաք իմ խրատները, իմ ասած օսյատները ընդունեք որպես հարազատ ծնողի, հարազատ մոր, հարազատ երեքնային տիրոջ ուսմունք։ Համբուրում եմ ձեզ երեխեք ջան։ Համբուրում ենք երեխեք ջան, արդեն մենք հասնում ենք։ Դելի զրույցը Հուսով եմ, որ վալա սպասում եք, սիրում եք, որ սատիկը մաման մեր մայրիկը խոսում է ձեզ խորհուրդներ ա տալի եւ պատմում է իր անցյալից, երբեմն երգում է, բայց շատ քիչ երգեց իր մամջան, մարդիկ հիմա բոլորը պիտի գրեն Անահիտ ջան, ինչի քիչ երգեց մաման։ Շատ քաղցր եմ երգել։ Գիտես ինչ, ձայնի մեջ ես ինքս եմ զգացել։ Եթե ես հանկարծ մի հրավերքի բանի ժամանակ երգեի, չէ, քարային լռություն էր տիրում, քարային։ Մարդիկ սենց ապշում են։ Ձայնի վրա, ասենք կար, իմ ձայնս ուրիշ է եղել։ Անչափ, բայց թե ճակատագրի բերումով ես կարող էի լավ երգչուհի դառնայի ամբողջ Հայաստանով, Ալաքսի Գյուլջացյանի նման, Օֆելիայից առավել եւ այլը, ճակատագիրը շատ շատերին ոչնչացրեց ճակատագիրը, պատերազմը, ворփությունը տեցա։ Այո, տեցա։ Մարդիկ մտածում էին մինակ իրանց այդ օրվա հայթայթելու ու դելու եւ այլն։ Եթե դուք մնայիք լենինական, մամջան, պապան էլ լիներ, պապատել լիներ, դու 100% կերգեիր։ Լենինական արվեստի կենտրոնն էր։ Մեր երաժշտությունը չկա աշխարհում։ Ու գիտես ինչ էր հպարտանում, որովհետև նրանք չունեն կոմիտաս։ Աշխարհում ամբողջ մոլորակի վրա նրանք չունեն կոմիտաս։ Կոմիտասի երաժշտությունը գրված համեմատում ես, բերում ես նոթաները, դնում ես աշխարհի ամենաբարձր մագարտակի այս ժամանակաշրջանի երաժշտության հետ, չկա այդպիսի նոթաներ, չկա այդպիսի երաժշտություն։ Երգը մեր ազգի գոյությունը, մեր երաժշտությունն է պահե։ Գրում ես այս աշխարհում խաբրիկ մալ չունես։ Բա, այդ երաժշտություն ով կարա գրում աշխարհույց խաբրիկ մալը չունես։ Անահիտ, երեք մի հատ մեկը գրել է, թե ես չեմ կարողանում կոմիտաս լսեմ, որտեվ շատ տխուր է։ Ու ես երաժշտագետը ինչ ասես, չէ, ունի կոմիտասը շատ գեղեցիկ, շորորա, երաժշտությունը ուրախ երաժշտություններ ունի, ոչ չունի։ Դրա համար կարելի է լսել ամբողջ ժամանակ, լսեք, հբարտացեք, որ մենք ունեցել ենք կոմիտաս։
աշխարհը խաբրիկման ճուրը գրում մեր աշխարհը խաբրիկման ճուրը Պիտի վաղ երկեր, որ ժողովրդին նկարահանում էին։ Այն երկը դեմ շատ սիրում եմ, որ երկում ես են քարավան աղբեր։ Բարբարարա ագոսարա այս երկեցի անայ Չինաստանի գնում ենք Չեխոսլովակիա ավտոբուսի մեջ Ով է գրել այդ երկը։ Հəl ոնց է դրել երկի։ Մեկը չեմ նկարում երկի։ Որը Այդ որ կոմիտասան հələ մի հատ երկ է այդ երկը։ Չենով պետք է երկեսի Հա, բարձր երկի մի հատ։ Բարբարարա ագոսարա Քաշիր ուսիդ մատա Եզո Բայ վաղ պիտի երկացլներ, որ նկարահանում ենք։ Ախպեր ջան Աղբեր ջան, է վաղ երկեր, իչի աղբեր ջան, իչի մեռնեմ արևիդ, ոչինչ, մի օր երկես մամ ջան, ես այնքան շատ եմ, հələ մեկ կռիշը նայ, սպիտակի։ Հələ չի, լավ։ Մնացածը չերես գարաժ կիչացնեմ ես։ Մամ, բանալին վերցրեցիր։ Վերցա բանալին, դուրը բաց դրցից։ Չէ։ Երեխեք լավ էր։ Գնա անցի։ Լավ էր երեխեք։ Անջատեցի, ասից աստեսյուն ձեզ անջատեցի։ Ասի, գոնե երկերի ժամանակ, որ բանը, տնաշեն ասեցի, այս պուլտը ձերս էր, ճիշտ ասած, դեչե ինքը կջոգեր, որ ես միացրել եմ։ Վայ, մամա, գնալով, որ մեծանում են, դառնում են միամիտ, ամեն ինչ հավատում են, հավատում է իրա չարաճճի Անահիտին։ Ոչինչ, երեխեք ջան, էդ էլ ձեզ նվեր, պադարկ։ Դե լավ, գնացինք, հասանք տեղ, իջացնենք վեշերը, ես ջուր եմ գնել, էդի թող Սերժը իջացնի, որովհետև իմ ուսերը բավականին պրիստուպային մեջ է, չեք զգում, ձերքը չեմ կարող բարձրացնեմ, և ամբողջ գիշեր դրա համար չեմ քնել, որ անդադ մտածում եմ վիրահատություն, պատրաստում եմ ինձ հոգեբանորեն երեխեք ջան, բայց ինչ արած, մի օր չէ, մի օր դա էլ կլինի, պրոստը չեմ ուզում հասնի դրան էլի, Աստված կանչեք ձեր Անահիտը չհասնի դրան, որովհետև ոչ թե վիրահատությունն է դժվար, այլ հետ վիրահատությունն է բավականին դժվար, ինչ արած սելավի, մորացել եմ ձեզ ցույց տամ, գլխարկ եմ իմ համար գնել, կալգոտկի գնեցի, ուրեմն կալգոտկի եմ գնել, բամբակյա զեմանից և նաև տակ, մեկ էլ ես գլխարկը գնեցի, տեսնում եք, պոմպոլոզիկո, մամն ասում Անահիտ ջան, շատ սիրուն է, պոմպոլոզան է, ասի մամ ջան, պոմպոլոզն է մոդա, պոմպոլոզիկը գնացինք, հիմա շատերը չեն ճանաչիկ, ասեն, այս կինն ես ինչ էր խոսում, պոմպոլոզք, это ваша Анаидочка, любите, смотрите, не любите, не смотрите, դե ռուսերեն անցա էլի, ասեմ իմ կրթությունը հայկական է երեխեք ջան, բայց մենք սովետական միության ժամանակներում ծնված մարդիկ ենք և խոսում ենք մի քիչ ռուսերեն, մի քիչ հայերեն, մի քիչ, ես ամբողջ կյանքս երևի իմ 21 տարեկանից հիմնականում 21-ից չէ, 18-ից էլ ես 17-ից խաղացել եմ մեծ ազգի աղջիկների հետ, դե լավ գնացինք, սիրելիներս կալգոտկից գնեցի, տեսակ, այն բամբակը չեղավ, կարճ եղավ, ոչ թե ռազմեր, այլ կարճ, սա էլ մի քիչ կարճ, բայց ոչինչ, ինքը տակը պոլերա, տակ, վերջապես այս իմ զգեստներս կհակնեմ,
Սա շատ, ես գեսը շատ եմ, կարող եմ գոտիով անել, գոտել եմ կապում, բայց քանի որ տանը հիմա գործ-մործ եմ անում, ավելի շատ ես լայն եմ թողել։ Ժողովուրդյան ծերանահիտը չկան եկավ։ Քանի որ Սերժը տունը չի, ասեցի բերեմ նվերները փաթաթեմ, մի քիչ բարձր խոսամ, մաման էլ հանգստանում է, հացկերը հանգստանում է, չի գա այս կողմերը, այս ժամին, մեկանց կեսաների մոտ, որոշեցի տղամարդկանց նվերները փաթաթեմ կանաչով, կանանցը կարմիրով, որպեսզի անուններ չգրեմ, չնայած հնարավոր է Կարլայինը մամային ու տարբերելու համար կգրեմ։ Հիմա ժողովուրդ ջան, ես եկեք սենց անեմ, ես եկեք սա փաթաթեմ, Սերժինը, հետո նոր գնամ խորելով կփաթաթեմ Դավիթինը։ Հուսով եմ, որ լավ կլինի, բայց ոչ իրավունք ունենք փոխելու, ժամանակ կա էլի։ Ձեզ մոտիվացիա եմ անում, սիրելիներս, մոտիվացիա եմ տալիս։ Որպեսզի դուք էլ չասեք, ադե ինչներից ա պետք, նո, այդ բանը խնդրում եմ, եթե ինձ սիրում եք, չասեք, խնդրում եմ, ինչներից ա պետք, ամեն մի տոնը, ամեն մի, ինչ ասեմ, մի նվերը, մի փոքրիկ նվերը, չեմ ասում, ես սա միլիոնների չի, Hermes, Chanel, և այլն, սա առնվազն ուշադրություն է, փոքրիկ ուշադրություն, հիմա, Սա սիրուդայնը, շատ լավ երևում է երեխեք ջան, սենց անեմ, ուրեմն երեք, մի հատ բարձերը դզեմ, սարքեմ, երեկոյան, դե ես որ պարկում եմ, մի քիչ պլանչետ եմ նայում, հետո նենց բան եմ նայում, որ սենց ներվերիդ հանգստացնող, դենց ճիշտ ասած, հարմար բան չկար նայելու, բայց քունս չէր տանում, այս ուսի սավը թույլ չէր տանում, որ քնեի, սրա վրա կարմիրան եմ, նրա վրա կանաչ, պատահաբար տեսնեմ մի հատ ռուս կինա, գրած էր, женщина, которая живет в селе բան, մենակ, միայնակ, ճիշտ ասած նենց հետաքրքրեց, հետո դեպքն ես բարի դողի կին էր, ասեցի լնամ, տեսնեմ եսով այս կինը, և կհավատակ երեխեք, ենքան նուրբ ձայն ուներ, են որ ասման ներվեր էտ հանգստացնող ձայն, ասեցի դերա, սպասի նայմ, տեսնեմ ես կինը մենակ ապրում էր մի հատ խուր գյուղում Ռուսաստանի, նենց էլ աբձյուն էր եկել, ասեց բանը, պալավինը նայև ասինքն նոյեմբերի կեսերն էր այդ ֆիլմը, որ ինքը անել էր, և կհավատակ ցույց էր տալիս, որ բոլորը հիմնականում այդ գյուղում դաչա է, ու ինքը մենակ է ապրում։ Տեսնասալ կպատատվի, նո չի պատատվի, ոչ մի քիչ կպլոր, սենց եմ անում, բան լինելի, այս սենց։ Հա, ինչ է ուզում ձեզ ասեի, ուրեմն այս կինը ցույց էր տալի իրա վիլաժը, հետո միայն է կին էր, միակ նիվա ուներ, նենց էլ բարի է, որ ձայնը, որ լսենք մենակ, ոնց չգրանցվեցի այդ կնոջ սայթը, հիմա կորել է երևի, ենքան լավն էր, ենքան դոբրի էր, ուրեմն ռուսական փեջ ուներ, սպիտակ, հիմա պիտի այդ փեջը բան էր եղել, արդեն ջնջխվել էր, քանի որ արդեն ձմեռա ձյունը սկսել էր, որոշել էր, որ գնար այդ 1000 ու մի մանրում խանութից ու վերեր բան այդ դու ասա, վերեր վերանորոգելու համար, վերջ է ինչ որ այո, գնաց խանութ ընդեղ ենքան բանով, հետո բերեց ռեմոնտը արեց, ռեմոնտը արեց, սկսեց ռեմոնտ անել, երեխեք, չեք պատկերացնում կան մարդիկ, ովքեր քո ներվերը հանգստացնում են, հետո սկսեց, սա պատրաստեց երկու հատ պերոկ, ենքան էր հանգիստ, հետո սենց կալնեց էկրանի վրա ցույց տվեց, մեջը ցույց տվեց, մեկը բանով, սնկով էր, մեկը խնձորով,
նայում ասում եմ, ինչ ուժեղ մարդ է, մենակ։ Այդ ամայի գյուղում մի վարքյան հիմա բերեմ, քանի որ կանաչի բացել եմ, բերեմ Դավիթի նվերը փաթաթեմ։ Հոլա։ Սրա մեջ փաթաթեմ ու չտեսնի որտեղից է գնում։ Արդեն մոտավորապես գաղափար է կազմում, թե սա որտեղից է եկել։ Որպեսզի շատ քիչ չփչացնեմ։ Գիտեք ինչ անեմ, գիտեք սենց անեմ։ Մենք կարող սրանով Դավիթի մի նվեր կա, մի հատ նվեր կա, ինքը պուճուրոտ է, այսօր փաթաթում։ Սենց ինչ եմ ուզում ասեմ։ Եկա սկսեց Փեջը բան այդ ինչ են ասում գլինկան բանը, ասեց գնեց սպիտակ ներ, հետո գնեց կավ, որպիսի պաչինկան։ Արեց, ավարտեց, այնքան գոր իրան, այնքան ու մակրասեր կինան։ Ասեց, ես կավիք է սա տվ, ես կավիք են ատու, երևի ծերին ապրող կիներ։ Երեխեք, կհավատակ, իմ համար այդ տիպի մարդիկ ավելի մեծ արժանիքներ ունեն, քան այն գլուխ գովանները, որ են տալիս իրանց ամբողջության, որ իրանք ունևոր են։ Գիտեք ինչ, բոլոր մարդիկ էլ կարող ապատայի իրանց կողք դրած փող ունենան։ Բոլոր մարդիկ էլ ապրում են մի հատ տանիք, մի հատ դուր, մի հատ տուն։ Հիմա ես գլուխս գովամ ասեմ այս կահույքը, մարդիկ անգամ ցույց են տալի, որ դրանք անդադ կահույք են փոխում, բայց ես գիտեք, կարծում եմ, 100% չէ, բայց 99%, որ դրանք ռեկլամներ են։ Որովհետև երբ որ դու մի կահույք ես գնում, դու քո աշխատածդ քարտինքը փողը դնում ես վրա։ Դու չես կարող անընդհատ փոխես ու փոխես, երեխեք, դա անհնարին է։ Ես շատ եմ ծերես, իհարկե ցանկան է փող ունենա, հետո ասեմ, այս պաս հիմա մոդան սա է, սա փոխեմ, սա։ Բայց կա մի հատ մի ճշմարտություն, որ հասարակ լինելը դա թերություն չի։ Ճիշտը ցույց տալը սիրելիները, դա թերություն չի, նավարով։ Չմտածեք, թե էկրանից են կոմ մարդիկ ամբողջ կներեք, բայց այս կուտ ոտև ես էլ եմ նայում երբեմն, հիմարներ են, նո, բոլորս է գիտենք, բոլորս էլ ապրել ենք։ Հիմա այդ կինը ցույց է տալի իր փոքրիկ գողտրիկ գյուղի տունը, ես այդ կնոջը այնքան հարգեցի, գիտեք ինչ երեխեք, տեսեք ձեր համար ես ուժեղ, շարժվող, ասել մամային բան եմ, կայծակ, բայց ես հարգում եմ այդ տիպի մարդկանց, ովքեր մենակ, ոչ ամուսիններ, ինք իր համար նկարում էր, ինք իր համար ճաշ պատրաստեց, վերջում էլ ասեց, ես շատ եմ պատրաստել պերուգը, պիտի տանեմ հարևանիս, ընդամենը այդ գյուղում ապրում էին 7 հոգի, 7 տնտեսություն, որոնցից մի քանիսը կարծեմ մենակ էին, մնացածը դա դաչա է, ասում ամառը շատ լավ է, լիքը ժողովուրդ եմ, բայց ձմերը լավի դառնում է ինչ ասեմ, մի հատ ամայի տեղ, ըստ երևույթին այդ կնոջ բյուջեն այդքան էր մերիկար է, դրա համար եկեք այդ ուներ առել, բաներ է, ինչ են ասում, խրճիտ ոնց է, այնքան լավներ, ինքներ ենք ասեց էր խոսում, Здравствуйте, мои дорогие девчата, ձայնը բարակ, բայց ինքը երևի կլներ իմ տանիքին, ոչ մեծ, չեմ կարծում մեծ կլիներ։ Դե ռուս ազգը ասեմ ձեզ հայերի համեմատված հայ կանանց, իրանք շուտ են կնճորոտվում, նույն է ֆրանսիացիները, կարող եք ասել ինչու, ասել ջենիկին հնճում, որովհետև իրանց մաշկը շատ նուրբ ասենց բարակ, իսկ մենք մի քիչ ավելի ցորենագույն ենք և մենք ավելի, մեր մաշկն ավելի պինդա է, պնդերես ենք էլի, եկեք ասեք, մեր ազգը պնդերես է, ինչ է կատեղ թաքցնելու, ոչ իմ բան։ Հիմա եկեք սենց անենք, Սիրոժայի բանձիկ ուրիշ գույն թող լինի, Դավիթին ես ուրիշ գույն անում, որպեսզի ես ըստ դրա հիշեմ էլի, որ սա Դավիթինն է, սա Սիրոժինն է։ Ես իհեր չի սազում սրա հետ, սա երևի, վալա, ասանայ ջան, չի սազում, սազն ու կյաման չեմ վերցնում է, ու մե նվագել, երեխեք ես հոգնեցի կամնած, ախր գիտեք ինչ եմ կամնում, որ նստած եմ աշխատում, ես ուսերիս վրա եմ ուշ տալիս, երեխեք ջան ձեր Անահիտը վարի է, ուղղակի պրիզնատ չի գալիս,
ուղղակի չի ուզում արտահայտվի, գիտեք չեմ սիրում նվնվալ, բայց արդեն լիմիտ ինքս իմ վրա ջղայնանում եմ, ինչ արած, սելավիշ, դու հա քո վրա ջղայնացի Անահիտ ջան, մեջն ինչ կա Եթե ուշադիր եք էլի։ Ես ձեր հետ զրույց եմ տալիս, ոնց որ ասում եմ մի տեղից ենք, մի տնից ենք, մի հարից ենք, ես գիտեմ, որ էկրանից են ժողովուրդը դաժե մեր խոսում եմ։ Հիմա արժի ես նստեմ ու գլուխս գովամ։ Ուրեմն սա բանա, ինչա, Քրիստիան, սա Դիորան վեր, սա դեր բնականաբար Հերմես եմ գնել, այս կոշիկները իրանք գիտեք բանը, ես եմ գնել, գիտեք ինչ երեխեք, ինոր որ ես մի հատ լավ բան խոսացել, ձեր հետ որ ասեցի շատերը որ կան, որ գյուղացիներն ասում են գեղցի է, գիտեք գյուղացին գեղցի չի, գեղցին այդ քաղքենիներն են, որ իրանք տենց է կյանքից կգնաց են հասկանա, թե մարդկությունը, մարդը փողի մեջ չի, մարդ տեսական, մարդը փառքի մեջ չի, Գեղցին այդ Երևանում ապրող են, որ ինչ ասեմ, են, որ իրանց քթից ենգում ուրիշ բան չեմ տեսել։ Հիմա շատ է հետ կմտածեք, թե Երևանում չեմ ապրել, դրա համար ես վիրավորված Երևանի աղջիկ եմ, ծնված Երևանում, մեծացած Երևանում եւ բավականին մեծ կարիերա ունեցած կին, որ ես խենթանում եմ իմ Երևանի համար։ Եկեք այսքանով ավարտեմ իմ վլոգը։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ հրաշալի օր։ Հուսով եմ, որ իմ գաղտնի նկարահանումը ձեզ դուր եկավ։ Հուսով եմ, որ ինչ որտեղ կտրվեցիք ձեր առօրյայից եւ հուսով եմ, որ ձեր մոտ ամեն ինչ նորմալ է։ Ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ առողջություն, ցանկանում եմ ձեզ ամենալավը, համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում՝ պակա, պակա։